Բաքվի գերությունից մեր հայրենակիցների վերադարձը պետք է լիներ լուր ուրախություն եւ ինչ-որտեղ նաեւ ամոթ, փորձելով հնարավորինս այդ թեման չքաղաքականացնել եւ բարոյախրատական դասեր չտալ։ Հատկապես իշխանությունները, որոնց ուղիղ մեղավորությամբ է դա տեղի ունեցել։ Բայց Հայաստանի պոպուլիստ ղեկավարությունը, պատգամավորները Նիկոլ Փաշինյանի քարոզիչներ ծառայող որպես սկսեցին դա ծիրաժավորել որպես հաջողություն հաղթանակ, նույնիսկ կապեցին Թրիփի հետ, որ Թրիփի վերաբերյալ Ամերիկայում ինչ-որ համաձայնություն է կայացել եւ դա դրա ուղիղ հետևանքն է, խաղաղություն է, հաջողություն է, ընդդիմությանն էլ մեղադրեցին, որ տխրել են այդ առիթով, չեն ուրախանում Հայաստանի հաջողությամբ։ Լսեք ձեզ ինչ եմ ասում։ Այդ մարդիկ նույնիսկ զինվորականներ չեն, ովքեր գերեվարվել են։ Նրանք քաղաքացիական անձինք էին, ովքեր Շուշիում օրինակ ձերբակալվել են, որովհետև դուք Շուշին հանձնելուց հետո նույնիսկ համարձակություն չեք ունեցել ժողովրդին դա ասելու, տեղեկացնելու։ Մարդիկ իմացել են, թե գնում են Շուշի իրենց զինակիցների, իրենց եղբայրներին օգնությամբ, բայց պարզվել է, որ Շուշին գրավված է։ Դուք նրանց խաբել եք։ Դուք նրանց ասել եք վերցրեք բրոնեժիլետներ, գնացեք մեր հայրենիքի համար կռվեք, հետո դա ճանաչել եք Ադրբեջան։ Դուք նրանց դավաճանել եք։ Դուք եք նրանց հանձնել գերության։ Եվ այսօր համարձակվում եք ձեր իսկ խայտարակությունն ու ամոթը համարել հաջողություն եւ մեղադրել մարդկանց, որ չեն ուրախանում, մեղադրել ընդդիմությանը, քաղաքականացնել թեման, դուք ամ բարոյականության սահմանագիծը երբ եք հատելու։ Դուք անցել եք, է։ Եվ ես ձեզ ասում եմ, իշխանական պատգամավորներ հատկապես առավել եւս, որպես Նիկոլ Փաշինյանի քարոզիչներ ծառայող, հաշիվ տվեք ձեզ, ինչ եք խոսում, եւ չփորձեք ազգային ամոթն ու խայտարակությունը վերածել բարոյախրատական դասերի, որի իրավունքը առավել եւս դուք չունեք։ Սա ձեր ամոթն է ու խայտարակությունը, սա հաջողություն չէ։ Ալիևը հերթական անգամ ձեզ ստորացրել է, քաղաքացիական անձանց փոխարինելով սիրիացի ահաբեկիչների հետ, որքան էլ հերքեք, որ դա կապ չունի մեկը մյուսի հետ։ Քաղաքացիական անձանց ոչ գեներալ են, ոչ ղեկավար են, պահելով տարիներ շարունակ վերածել են քաղաքական ճնշման գործիքի եւ դուք հեշտությամբ ծառայել եք այդ ճնշմանը, կատարել եք նրանց պահանջները եւ այսօր դա ներկայացնում եք որպես հաջողություն։ Դա ձեր խայտարակությունն է, ամոթը, պարտությունը, որը փաթաթել եք հայ ժողովրդի եւ նաեւ այդ գերիների ուսերին։ Դուք իրավունք չունեք ընդհանրապես խոսելու հաջողությունների մասին։